Բարև ձեզ։ Սա Tribune հարթակն է եւ 30 րոպե նախագիծը, որտեղ մենք հիմնականում խոսում ենք գիտության, ռազմաարդյունաբերության, կրթության եւ ելի դրանց վերաբերող, դրանց հետ առնչվող տարբեր կարևոր ոլորտների մասին։ Այսօր 30 րոպե նախագծում իմ հյուրը Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանն է։ Բարև ձեզ, պարոն Եսայան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, չնայած որ այսօր շատ հաճելի է ձեզ մոտ հյուրընկալվել կապի թանգարանում, քանի որ կապի ոլորտում երևի շատ երկար եք աշխատում, ձեր գործունեությունը կարծեմ սկսել եք հենց կապի ոլորտում, առաջիններից եք, կարելի ասել, եւ Հայաստանը եւ կապը այդ ամբողջ պատմության մասնակից եք եւ շատ լավ տիրապետում եք։ Կուզեի այսպես կարճ, բայց մի քիչ ավելի փիլիսոփայական հարցով սկսեինք մեր զրույցը։ Կապի անցյալը, ներկան եւ ապագան, եւ ավելի շատ ներկայում այսօր մեզ ողջևորող ինչեր կան, որով մենք կարող ենք սկսենք գուցե հպարտանալ, մեզ մի քիչ լավ զգալ, չնայած դա մեզ երբեմն նաեւ խանգարում է։ Փորձեմ կարճ ներկայացնեմ իմ անցած ճանապարհը, այո, ճիշտ եք։ 99 թվականից եմ ես սկսել կապի ոլորտով զբաղվել, ես ու եղբայրս, երբ որ հիմնադրեցինք մեր առաջին ընկերությունը, ես 17 տարեկան էի, ինքը 18 տարեկան էր, հենց որ Դուք հաստատ առաջին հեռախոսներն եք դուք ունեցել, չէ՞։ Այն ժամանակ իհարկե Հայաստանի կապի ոլորտը նման զարգացած չէր, իհարկե ինտերնետը ընդհանուր ինքնին նոր բան էր աշխարհում, բայց 99 թվականին 98 կարելի ասել, Հայաստան մտնող ինտերնետի ծավալը, որ պատկերացնեք, կազմում էր 2 մեգաբիտ վայրկյան, ամբողջ Հայաստանի ծավալը։ Իհարկե Armentel ընկերություններ են վաղ ինտերնետի մատակարարը, որը մոնոպոլիա ուներ այդ դաշտում։ Մենք սկսեցինք Voice over IP առաջին ընկերությունը հենց Հայաստանում, որը այն ժամանակ կոչվում էր Alexserve, ու սկսեցինք հենց այդ բիզնեսից, հետո բացեցինք առաջին ինտերնետ կաֆեն Թումանյան փողոցի վրա առաջվա հիմիկվա Հյուսեյն փողոցային նատեղ Հյուսեյնի տարածքում, հետո բացեցինք երկրորդը, երրորդը, հետո սկսեցինք ինտերնետ մատակարար ընկերությունը, այնուհետև հիմնադրեցինք Ucom ընկերությունը, հետո Ucom-ից դուրս եկանք ու հիմա ինչպես ստեղ գտնվում ենք Team ընկերության արդեն շրջանակում գնացինք Beeline ընկերությունը, որը հիմա շատ ակտիվ զարգացնում ենք ու հուսով ենք, որ կկարողանանք ներդնել նենց ցանց ամբողջ հանրապետությունում, որը կլինի առաջատարը աշխարհում, այսինքն մենք նոր այս վերջերս այդ 2 մեգաբիտը, որ ասացի 99 թվականին, այս վերջերս մենք Դավիթ Հաշենում մի քանի շաբաթ առաջ թողարկեցինք 25 գիգաբիտ վայրկյան, այսինքն 25000 մեգաբիտ վայրկյան յուրաքանչյուր բնակարան Յուրաքանչյուր բնակարան, այդքան հնարավորություն պատկերացնենք այս 22 տարվա ընթացքում ինչպես է փոխվել Հայաստանում ինտերնետի հասանելիությունը։ Այսօր շատ եվրոպական 3 Եվրոպայի դելեգացիաներ հենց մեր մոտ հյուրընկալում, իրանք նշում էին, որ Հայաստանում ինտերնետը շատ ավելի լավն է, քան Եվրոպայի շատ քաղաքներում, ինչը փաստ է։ Ինչը չէինք կարող ասենք, ոչ թե 20-10 տարի առաջ չէինք կարող ասել, այսինքն անցյալում արած ինչ ունեցած ինչ բացթողումներ կամ գուցե ոլորտի շատ լավ զարգացած չլինելու պատճառով ինչ սխալներ կան, որոնց հետ այսօր դուք առնչվում եք, սկսած այդ ցանցային կոմունիկացիայից վերջացրած կենտրոնացած ինչ-որ տեղերում եւ արդյունքում Հայաստանը ամբողջությամբ ձեր պատկերացրած լավ որակով կապով երբ կարելի է տեսնել արդեն։ Կարծում եմ կապի տեսանկյունից իհարկե շատ է զարգացել, ինչ վերաբերվում է ինֆրաստրուկտուրայի տեսանկյունից, հա, ինֆրաստրուկտուրայի մասը շատ չի զարգացել, ստեղծվել են շատ ընկերություններ, որոնք սկսել են մատուցել ինտերնետ։ Նույնիսկ մի քիչ քաոտիկ, չէ՞։ Այո, քաոտիկ միջավայրում, այսինքն եթե ինձ հարցնեք ինչն է սխալ, ես կասեի, որ այդ վերահսկողությունը կամ ռեգուլյացիան, հա, որ ինչպես պետք է անցնի լարերը, արդյոք պետք է քաղաքում, որ ամբողջ մեր այդ հենասյունների վրայով անցնի այդ կոմունիկացիան, դա լավ է, թե լավ չի, իհարկե։ Հիմա չէ, ռեգուլյացիան չկա, հիմա նույնիսկ հիմա չկա։ Այո, այսինքն դրա վրա պետք է աշխատել ինձ թվում է, որպեսզի ստանդարտներ լինեն։ Պետք է դա գնա, պետական, իհարկե, պետական, չէ, պետական կառույցները պետք է դա, նու իհարկե պետք չէր հենց սկզբից դա շատ լուրջ ռեգուլյացիայի մեջ դնել, որովհետև արդեն ոլորտը չէր զարգանում, բայց երբ որ ոլորտը զարգանում է, արդեն պետք է այդ
քայլերը սկսել վերահսկող մեխանիզմները ավելի շատացնել, ասենց ասեմ, տենց որպես ընդհանուր դիտարկում, իսկ ընդհանուր առմամբ իհարկե ինտերնետը զարգացեց Հայաստանում այսօր մենք մեծ զարգացնելու տեղ ունենք գյուղերի բնակավայրերը ավելի սահմանամերձ այսպես ասած տարածքները, որտեղ որ բնակչության խտության պատճառով օպտիկամարաթելային ցանցերը շատ զարգացած չեն այսօր Հայաստանում, կարծում եմ հենց մեր ընկերության այդ ռազմավարական նշանակություն ունի հենց մեր համար, որ կարողանանք զարգացնել գյուղերում հասանելիություն, այսինքն որ ինտերնետը օպտիկամարաթելային հասանելի լինի ոչ թե միայն մեր քաղաքներում կամ մեծ գյուղերում, այլ նաև ընդհանուր Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերում։ Այս դաշտում դեռ անելիքը երևի շատ է։ Շատ։ Մենք մեր երկրի չափսերին ամեն դեպքում օպտիկամարաթելային կապով ապահովելը էլի տարիների խնդիր է։ Հնարավոր է, բայց ամեն դեպքում ու պետք է անենք։ Մենք արդեն սկսել ենք այդ ծրագիրը ու հուսով եմ, որ 1 տարվա ընթացքում Երևանը ամբողջությամբ կունենանք վերազինված այդ նոր ցանցով, որը հնարավորություն է տալի 25 գիգաբիտ թողունակություն, ինչը աշխարհում այսօր ամենաարագ ցանցերից մեկն է ու կարող ենք հայտարարել եկող տարվա ավարտին, որ Երևան քաղաքը աշխարհի ամենաարագ ցանցի տիրապետող քաղաքներից մեկն է։ 10 տարվա կտրվածքով այս ոլորտին ինչ է սպասվում, ինչ ռիսկեր եւ ինչ հեղափոխական գուցե նորարարություններ կարող են լինել, այսինքն սովորական մարդը հեռահաղորդակցության ոլորտից ինչ սպասի։ Այս ոլորտը ռիսկեր ունի։ Դե ընդհանուր տրենդը, եթե առաջ հեռահաղորդակցության ոլորտը երբ որ մոբայլ հեռախոսը ստեղծվեց, Հայաստանում ներդրվեց 96 թվականին հենց Armentel-ն էր առաջի իմպլեմենտատորը, թե 94 կներեք 2 թվականին, եթե չեմ սխալվում։ Ինչ էր մոբայլ հեռախոսը զանգել, text message, հետո դա դառավ արդեն սմարթֆոնով արդեն կարողանում ես տարբեր մեդիա, այսպես ասած, հարթակներ, սկսեց տրանսֆորմել նույն նյուզը, մեդիան, այսինքն եթե առաջ հեռուստատեսություններ այսօր ավելի անցել է հեռախոս, այսօր տենդենսը արդեն գնում է դեպի հեռախոս կոմունիկացիայի միջոցից դեպի սարքեր, այսինքն, չգիտեմ, օրինակ, սառնարանն է միացված ինտերնետին, չգիտեմ, տան փոշեկուլն է միացված ինտերնետին, լույսերն են, վարակույրները ամբողջությամբ կառավարվում են ցանցի միջոցով ու գնալով արդեն դառնում են IoT, Internet of Things գաղափարը, որ ամեն սարք միացված է ինտերնետին։ Շատ լավ տեղ բերեցիք մեր խոսակցությունը այն իմաստով, որ մենք կապի մասին էինք խոսում, ես անընդհատ ուզում էի անցնենք բովանդակության, այսինքն կապը դուք ինչպես հասկացա, շատ լավ որակի արդեն կարողանում եք ապահովել։ Հիմա մնաց այդ բովանդակությունը հասկանանք, այդ կապով ինչ պիտի գա, գիտություն պիտի գա, մեդիա պիտի գա մեր տուն, ինֆորմացիա պիտի գա, այսինքն օգուտը պիտի գա, թե վնասը, եւ այս իմաստով Հայաստանը որպես միջավայր, սկսած կրթությունից, բիզնես միջավայրից, հասարակական գիտակցումից, այսինքն այն բոլորով ստեղծում ենք այն բովանդակությունը, որը դուք շատ մեծ արագությամբ կարողանում եք հասցնել մարդու տուն։ Այս մյուս մասում ինչ կա։ Շատ լավ ասացիք, այսինքն կապը եթե հանդիսանում է հենց այդ կապով ուղղակի այդ ամեն ինչի, ասենց ասենք, թե տեխնիկական մասով 5+-ով աշխատում ենք, այո, այսինքն այդ մասը եթե համարենք լուծված կամ լուծվող, հիմա գալիս է դրանից հետո իհարկե առաջնայինը կրթությունն է ամեն ուղղությամբ, որտեղ վերցնեք, չգիտեմ, գյուղատնտեսություն կլինի, մեկը կրթությունն է պետք որ լավ գյուղատնտեսություն զարգացնես, տեխնոլոգիաներ կլինեն, էլի կրթությունն է պետք։ Հիմա քանի որ տեխնոլոգիաները այսօր արդեն բոլոր ոլորտներում են, նույն գյուղատնտեսություն եթե ուզում ես սարքես ավելի էֆեկտիվ, դու պետքա, չգիտեմ, օրինակ դրոններով ինչ որ կարող ես նկարել քո վարքը, ցանած բույսը, հետո տեսնես ոնց է աճում, ինչ խնդիրներ են, այսօր շատ ընկերություններ կան, որ դրանով են զբաղվում։ Խելացի գյուղատնտեսություն, խելացի այգիներ, այսինքն ամեն ինչի մեջ դառել է, որ տեխնոլոգիաները ունեն իրենց դերը, որ էֆեկտիվությունը բարձրացնում են։ Այսինքն եթե մենք փոքր երկիր ենք, թե տարածքով, թե բնակչությամբ, մենք պետքա մի շնչին ընկնող օգտակար գործոնը մեր ստեղծածի, անգամ 10 անենք, անգամ 30 անենք, որպեսզի կարողանանք բարեկեցիկ կյանք ունենալ։ Մենք չունենք անծայրածիր հողեր կամ չունենք անծայրածիր մարդկային ռեսուրս, որ ուղղակի օգտագործենք ու դրանով փող աշխատենք։ Այսինքն մեր ունեցած այս լիմիտավորված ռեսուրսները պետք է մաքսիմում իրենց ՕԳԳ-ն բարձրացնենք։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ ավելի խելացի ենք մնացած։ Այսինքն մեր մտավոր պոտենցիալն է մեր հույսը, միանշանակ ու այսօր մենք կարծում եմ այս պահին հենց գտնվում ենք մի հատ կետում, որտեղ որ մեր
հայկական տեխնոլոգիական ընկերությունները միջազգային հարթակներում ունեն շատ մեծ դերակատարում, մեծ արդյունքներ։ Ինչպես դա ստացվեց, հետաքրքիր է, այսինքն ինչի հաշվին մենք դա ունեցանք, պատահականություններ, երջանկություններ, աշխատելու, սովորելու, խելացի լինելու, անցյալի բազայի վրա, լավ բազայի վրա։ Ինձ թվում է միքսը, մի քանի թե անցյալի բազան է, թե խելացիությունն է, թե այդ այսպես ասած բիզնես ճկունությունն է, որ կարողանում որը մեզ համար նոր բան էր, բայց նստեց սովետական միության բազայի վրա կրթական ենթադրենք, կամ նույնիսկ չկրթական, որտեղ մենք միջավայրերն էլ բերեցինք, այսպես խառնվեց, իհարկե 90-ականներին շատ ծանր էր, բայց հիմա այն արդյունքը ինչ որ ունենք, կարծես թե ամեն ինչի միքսն է, հա։ Այո, հիմա այդ արդյունքը մենք պետքա մոնետիզացնենք մաքսիմալ, այսինքն այսօր այն արդյունքը, որ Հայաստանում կան ընկերություններ, արդեն մի քանի ընկերություն, որ ես տեսնում եմ, որ մոտակա մի տարվա ընթացքում կամ 2 տարվա ընթացքում կդառնան այսպես տերմինկա յունիկորն, հա, այսինքն այն ընկերությունները 1 միլիարդ դոլարից ավել արժեն, կոչվում են յունիկորներ, հա, մենք կունենանք շուտով մի քանի ընկերություն, Pixar-ը արդեն Հայաստանից սկսել առաջին ունենք, բայց նաև երևում է, որ պոտենցիալ ունեցող մի քանի ընկերություն, որ նաև այդ շեմը կհատեն։ Դա ինչ է նշանակում Հայաստանի համար, դա նշանակում է, որ մենք կարող ենք մեր երկիրը դասել այն top երկրների շարքում per capita, իսկ մենք 3 միլիոնանոց բնակչություն ենք, դիցուկ ունենք 3 միլիարդ դոլարանոց ընկերություն, այսինքն մենք ավելի բարձր տեղ ենք գրավում, քան, ասենք, չգիտեմ, շատ այլ երկրներ, որոնք շատ մեծ բնակչություն ունեն, բայց ունեն 10 յունիկորն ընկերություն։ Այսինքն այդ համեմատականի մեջ per capita, այսինքն բնակչությանը ընկնող ընկերությունների քանակով մենք կհայտնվենք աշխարհի 10 երկրների ցանկում։ Այդ դրանով կարող ենք արդեն մեր այսպես ասած հետաքրքրությունը դրսի թե ներդրողների, թե ընկերությունների, որոնք ուզում են Հայաստանի հետ աշխատել, միանգամից կտրուկ բարձրանում, արդեն բարձրացել է։ Այսինքն արդեն այս հաջողությունը ազդում է մեր ընկերություններին, օրինակ նոր գումար ներգրավելու, հա, եթե դու գնում ես օրինակ Սիլիկոնյան հովիտ, ասում ես ես հայկական ընկերություն եմ, ուզում եմ ներդրում ներգրավեմ, այսօր քո հետ ավելի ուրիշ ձև են խոսում, քան ասենք 5 տարի առաջ։ Այսինքն դրա ազդեցությունը նաև շատ ուղիղ է։ Միանշանակ։ Հասարակության դա պետք է զարգացնել, բայց դա որ զարգացնում ես, ռեսուրսի պակաս կա, այսինքն մենք ունենք, չգիտեմ, X քանակի գիտնական, X քանակի խելացի մարդիկ, որոնք որ չի շատանա, եթե չզարգացնենք։ Արտահոսքն է մեզ երևի մի քիչ վտանգ։ Արտահոսքը միշտ կա, բայց այսօր բարաբախտաբար դա աշխատում է նաև մեր օգտին, ինչ է, որ այսպես ասած աշխատիր տնից, հա, այս կովիդից հետո այս պատմությունը շատ այսօր մարդիկ, որ աշխատում են դրսի ընկերությունում, վերադառնում են Հայաստան, էլի շարունակում են աշխատել իրանց ընկերությունում։ Հայաստանը ապրելու համար ամենակոմֆորտնի երևի մեր բոլորիս հարազատ մեր երկիրն է, այսինքն բոլորն սիրում են, այնով էլ գնում չի գնում, որովհետև ցանկանում է գնալ։ Հիմա այդ հնարավորությունները կան, այսինքն որ դու ապրես ստեղ, բայց դրսի վրա աշխատես, մեկ։ Երկրորդը ապրես ստեղի ընկերության վրա աշխատես, որովհետև արդեն ստեղ ձևավորվում է մի հատ մշակույթ ու միջավայր, որտեղ դա հնարավոր է։ Հիմա մեր գործն է, որ այդ ամեն ինչի շարունակականությունը կամ ավելացումը ապահովենք, մեր բոլորիս գործն է։ Դա ինչով է հնարավոր, դա հնարավոր է կրթության զարգացման, հա, այսինքն ԱՏԾՄ-ն, որ դուք նշեցիք, ունի տարբեր ծրագրեր, թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ, բայց մեր հիմնական բլոկը ոչ միայն կրթական, հա, նաև ունենք մենք ցուցահանդեսներ, որ փորձում ենք ներկայացնենք մեր ընկերություն, ասենք Digitech ֆորումը, որ այս տարի լինելու է օկտեմբերի հենց ամսվա 29-ից 31-ը եւ Ես առաջարկում, քանի որ երկուսն էլ հետաքրքիր են, երկու առանձին մասով խոսենք, որտեղ այդ միջավայրի վրա ազդելու նաեւ այդ փորձը նաեւ դրա արդյունք այդ սամիթները, սեմինարները, ֆորումները, բայց այս կրթական միջավայրի առումով Արմաթի մասին որպես նախագիծ, եթե ասեք երկու բառով, ինչ կար ձեր մտքում կամ երբ սկսում էր եւ ինչ հիմա արդյունք կա ու դեպի ուր ենք գնում այս առումով։ Շատ լավ, քանի որ ԱՏԾՄ-ն նաև հանդիսանում է ամենախոշոր IT, այսպես ասած, ընկերությունների համախմբող կառույց, հա, մեր իհարկե բոլոր ընկերությունների նաև առաջնահերթ խնդիրներ կրթությունը, դրա համար ԱՏԾՄ-ն
դեռ 8-9 տարի առաջ Կարեն Վարդանյանը հենց սա իր ոնց որ երազանքներ դպրոցներում ինժեներական կրթության զարգացումը ինքը սկսեց այս ծրագիրը, ինչը երկար տարիների շատ տանջալից աշխատանքի շնորհիվ այսօր դարել է մեծ իրականություն, արդեն մենք ունենք 580 անխուսափելի իրականություն, ես կասեի, այո, 600 արդեն գրեթե 600 դպրոցներում արմատ ինժեներական լաբորատորիա, որից ես կարող եմ ասեմ գրեթե կեսը 300-ը ֆինանսավորվել է պետության կողմից, բայց մյուս 300-ը ֆինանսավորվել է մեր ընկերությունների, անհատների, տարբեր հովանավորների միջոցով, ինչը շատ ողջունելի է, այսինքն մենք կարելի ասել, որ ամբողջ համայնքը մասնակցել է եւ անհատները այս կրթության զարգացմանը, քանի որ բոլորս գիտակցում ենք դրա կարեւորությունը։ Երկրորդ բանը նրանում է, որ մենք սկսել ենք դա դպրոցներից, կարևորությունը, որ երեխաները այդ փոքր հասակից կարող են այն երեխաները, որոնք որ իհարկե ոչ բոլորն են ինժեներական կրթությամբ հետաքրքրված, բայց այն երեխաները, որոնք որ հետաքրքրված են ու մենք նաև շեշտադրումը դրել ենք հենց գյուղական տարածքներում, քանի որ քիչ թե շատ քաղաքներում ինժեներական կրթության հասանելիություն կա, մարդիկ կարող են գտնել, ընտրություն կա եւ այլն, գյուղերում այդ ամեն ինչ չկա։ Այսինքն մենք դրա համար կարևորել ենք հենց սկզբից սկսել սահմանամերձ տարածքներից ու կարող եմ ասել, որ այսօր իր պտուղները տվել է միանշանակ ու տալիս է ԱՏԶՄ-ի ծրագիրը։ ԱԹՍ-ների մրցույթում, որտեղ ես ներկա էի, հենց Արմաթի երեխաներին 10-12 տարեկան արդեն երեխաներ իրենց պատրաստած այդ ԱԹՍ-ով, իհարկե այդ հուզմունքով, ամեն ինչով ու առաջինն էր մրցույթը ու լիքը դեռ հարցեր կային, բայց միջավայրի առումով իհարկե բրավո, այդ ամեն ինչը իսկապես մեծ երկար աշխատանքի արդյունք է, որի պտուղները կամաց-կամաց մենք սկսում ենք տեսնել։ Ու դու այդ երեխաների հետ երբ որ շփվում ես, դու իրենց այդ աչքերի, այսպես ասած, փայլը որ տեսնում ես ուրախությունը, դու ինքդ ես իրենց պատրաստած ԱԹՍ-ով, որը պիտի թռներ, շատերի մոտ չէր ստացվում, այնտեղ ինչ որ մի բան փչանում էր, բայց այդ միջավայրը, որտեղ այդ երեխաները իրենց ղեկավարի հետ աշխատում էին, ու դա այդտեղ Արմաթը մեծ դեր ունի եւ բոլոր այն մարդիկ, ովքեր Արմաթի հետևում են կանգնած։ Եթե գանք արդեն մի քիչ մեր երկիրը որպես արդեն խաղացող, չեմ կարող այդպես բառեր շարել կողքը, թե ինչպիսի խաղացող, երևի դուք կասեք, որտեղ դուք ավելի լավ միջավայրին եք ծանոթ, բայց կապի մեջ լինող երկիր, ինչպես ենք մենք կապված աշխարհի հետ, ինչ կարող ենք ներկրել, ինչ կարող ենք արտահանել եւ այս իմաստով ձեր գործունեության այն հատվածը, որ կազմակերպում եք տարբեր տեսակի էքսպոներ, միջոցառումներ, IT համայնքի համար, տեխնոլոգիական համայնքի համար, այս մասով խնդրում եմ ձեր ԱՏՑՄ-ն դե արդեն տարիներ շարունակ իհարկե ամենամյա միջոցառում ունի, տարբեր միջոցառումներ ունենք, ունենք տենց ֆորում, ունենք առանց փողկապների հանդիպում, մի քանի միջոցառում ունենք, բայց ամենահիմնականը իհարկե Digitech Business Forum-ն է, որը ամենամյա անցկացում իհարկե անցած տարի չենք անցկացրել, նախանցած տարի անցկացրեցինք Digitech-ի զուգահեռ նաև համաշխարհային IT կոնգրեսը, որը կարծում եմ մեծ դեր ունեցավ Հայաստանի հենց այսինքն համայնքները համայնքների հետ շփման եւ սերտացման նպատակ է հետապնդում, ճիշտ եմ հասկանում։ Digitech-ը ոչ միայն համայնքների իհարկե, բայց նաև մենք ունենք Digitech-ի ժամանակ դրսից շատ ընկերություններ, շատ մարդիկ, ովքեր որ այցելում են Հայաստան, համաշխարհային IT համայնքը, տեխնոլոգիական համայնքը մեր հետ կապելու, միանշանակ ու մի հատ հարթակ է, որտեղ մեր ընկերությունները կարող են իրանց ստեղծածը ցուցադրեն, կարող են շփվեն, ցուցադրեն թե հայկական ընկերություններին մեկը մյուսին, թե դրսից ժամանած մեր հյուրերին։ Ու այս տարի առաջի անգամ մենք նաև անցկացնելու ենք Digitech Summit-ը, որը ոչ թե ցուցահանդես է, այլ ավելի շատ քննարկումների միջավայր է, որտեղ հրավիրում ենք աշխարհի տարբեր խոշոր ընկերությունների ղեկավարներին եւ հոկտեմբերի 27-ից 29-ը նրանք կլինեն Հայաստանում ու կկարողանանք այսպես մեծ միջոցառում անել, որտեղ տարբեր մեծ թեմաների մասին կխոսանք, ընդհանուր համաշխարհային տրենդերի, թե ինչպես է զարգանում, ինչ դուք ասացիք, գյուղատնտեսությունը, չգիտեմ, ընդհանուր IT-ին դեպի ուր է գնում ու կունենանք համաշխարհային մակարդակի քննարկումներ Հայաստանում, թե հայկական ընկերությունների մասնակցությամբ, թե դրսի ընկերությունների մասնակցությամբ։ Հիմնական ոլորտը, որի մասին ձեզ հետ անընդհատ կարելի է խոսել, այդ երևի բիզնես միջավայրն է, որտեղ եւ այդ գիտելիքն է անհրաժեշտ, եւ կապերը, եւ աշխարհի հետ կապը, եւ գիտությունը, եւ կրթությունը,
բիզնես տեսանկյունից Հայաստանը ոնց որ եթե էլի այսպես մի քիչ հեռվից գալով գանք հասնենք ներկային եւ առաջ նայենք, ինչպես եք տեսնում։ Բիզնես Որպես նաեւ մարդ ով փորձ ունի շատ վաղուց Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու։ Շատ լավ։ IT եթե ուղղությունը վերցնենք, հա, թվային տեխնոլոգիաների, Հայաստանը իմ կարծիքով այսօր շատ լավ դիրքավորված է, այսինքն արդեն դիրքավորված է, հիմա մենք պետք է ուղղակի դրա շարունակականությունը ապահովենք ու ոնց որ ասում են մասշտաբայնությունը, հա, մեծացնենք, այսինքն այն հաջողությունները, որ ես ձեզ նշեցի, իրականում ունեն շատ մեծ դեր։ Այսօր մենք հայկական ընկերություններ ունենք, որոնք որ սկսում են գաղափարից ու կարողանում են հեշտությամբ ունենք օրինակներ, չգիտեմ, $500,000 ներդրում ներգրավել եւ կարողանալ այդ իրանց գաղափարը վերածել բիզնեսի, հա։ Բիզնեսի մեջ իհարկե մի քանի գործոն կա, բայց հիմնական գործոնը IT ընկերությունների դա իհարկե գիտելիքն է։ Իսկ եթե դու կարողանում ես ստեղծել մի բան, որը որ տեխնոլոգիապես գերազանցում է մնացածին, հավանականությունը որ դու կարողանաս իրան վերածել բիզնեսի շատ մեծանում է։ Այսինքն այստեղ ոչ թե ուղեղի մենակ ճարպկությունն է կամ ինչ-որ մեկին լավ կոմունիկացիան ինչ-որ մի բան խաբել, ծախել, այլ այստեղ պետքա ֆունդամենտ ունենաս, որպեսզի կարողանաս գնաս առաջ։ Գիտություն, այսինքն գիտություն Այո, նույն օրինակ կարամ բերեմ, հա, CRISP ընկերությունը, որը Հայաստանում սկսել է, որը այսօր մեծ հաջողությունների հասել ու դեռ շարունակում է այդ ոլորտը, իրանց հիմնական հաջողության ոնց որ ասած գրավական այն գիտությունն է, որը որ իրանք օգտագործում են իրանց տեխնոլոգիաների մեջ, հա, այդ այն մարդիկ են, ովքեր աշխատում են ու կարողացել են նենց բան ստեղծեն, որ աշխարհի այսօր գլոբալ ընկերություններ, չգիտեմ, անուններ կարող եք տալ Microsoft, Apple, Facebook, որոնք փորձում են նման տեխնոլոգիա ստեղծել, բայց այդ որակի չեն կարողացել։ Այսինքն մենք կարող ասենք որ հայկական մի ընկերություն այսօր ունի տեխնոլոգիա, որը գերազանցում է այդ խոշորագույն ընկերությունը, ինչքան էլ որ դա անհավատալի է, դա փաստ է։ Հայկական միտքը ժամանակակից աշխարհում տվել է արդյունք։ Սա մեզ հույս է տալիս եւ վստահություն, որ դա հնարավոր է։ Միանշանակ կարևոր փաստ է, այն փոքր գուցե համաշխարհային մասշտաբով փոքր, բայց երբեմն լինող լավ լուրերը հատկապես CRISP-ի հիմնադիրներն են բարբերաբար իրենց Facebook-յան էջում այդ որ յուրաքանչյուր նոր ներդրում ողջևորող բերում են առաջ ու կարծում եմ այդ միջավայրը այդպես էլ է փոխվում։ Մյուս օրինակ ասեմ, Service Titan ընկերությունը, որ սկսել է թեկուզ ԱՄՆ-ում, իհարկե հայ ազգի մեր ընկերներն են, ովքեր հիմնադրել են այդ ընկերությունը, սակայն այսօր Հայաստանում ունի մեծ գրասենյակ, որտեղ աշխատում են գրեթե 200 արդեն աշխատակից, հա, որոնք նաև հանդիսանում են բաժնետեր այդ ընկերությունների։ Այսինքն այդ բաժնե մասերը, որ իրանք ստեղ ստանում են, այն արժեքը, որ այդ ընկերությունը ստեղծում է, փաստորեն ստեղ մենք ունենանք, չգիտեմ, ասենք 20-30 միլիոնատեր աշխատակիցներ, որոնք իրանք ընկերությունում ունեն մասնաբաժին։ Էլի խեն այդտեղ աշխատում, որովհետև գիտելիք են ստացել ժամանակին, կարողանում են այդտեղ օգուտ տալ ու աշխատում են այդ ընկերությունում։ Այսինքն այդ էֆեկտը բիզնես ու գիտություն միացնելու բերում է ոչ թե մեկին 10, մեկին 100, այլ բերում է մեկին 10,000, ասենք նման մասշտաբայնության էկոնոմիկայի տեսանկյունից, հա։ Մեր զրույցի մեծ մասն արդեն անցել ենք, բայց ուզում եմ հիշեմ որևէ խնդիր, որի մասին դուք այսպես նշեցիք, կարծես թե չեք նշել, վստահ եմ, որ կան, թե ուղղակի դուք եք բնավորությամբ ամսին, որ անդադ առաջ եք նայում, այնուամենայնիվ մեր ֆորմատը ենթադրում է, որ նաև պիտի որոշակի խնդիրներ արձանագրենք եւ փորձենք հասկանալ որտեղից են գալիս եւ գոնե մեսիջներ թողնենք, որ լավի հետ նաև բալանսի մեջ։ Իհարկե, չէ, խնդիրները բազմաթիվ են, ասենք այն ինչ որ ես ասացի, նաև խնդիրներն են իրանց մեջ պարունակում, գիտության զարգացումը։ Հիմա հենց ինքը ինքնին մեծ խնդիր է, որ այսօր պետության վերաբերմունքը, ֆինանսավորումը, թե հասարակության, sense մի հատ մենք ունեցել ենք սովետի ժամանակաշրջան, հա, որից հետո անկախացել ենք ու այն մեր պոտենցիալը Հայաստանում աշխատել է 150,000 ինժեներ, պատկերացնում եք 150,000 թիվը։ Այսինքն 150,000 հոգի մի հատ ոլորտում աշխատե մի երկրում, որը ունի 3 միլիոն բնակչություն, հա։
ու այդ ամեն ինչը քանդվել է այդ 30 տարիների ընթացքում։ Այդպես երկար մնաց։ Այսինքն շատ մարդիկ ինժեներներ գիտելիքով երկար տարիներ տունը նստած են եղել, որտեղ աշխատանք չեն ունեցել։ Կարողացան տրանսֆորմացվել, արագ փոխվել։ Իհարկե։ Ու այդ ամեն ինչը բերեց իր խնդիրներին իր հետ։ Այսինքն թե այսօր ուզում ենք մենք վերականգնենք, հնարավոր է արդյոք, այո, հնարավոր է։ Ինչա պետք անել, շատ բան է պետք անել։ Պետք է նույն պետությունը գիտակցի գիտության կառավարությունը, ինչը որ արդեն տեսնում ենք քայլեր, ես հուսով եմ, որ այդ ավելի կակսելերացվի, այսինքն որպեսզի գումար ծախսվի այդ գիտության վրա եւ այն վերաբերմունքը, որ մենք ունենք, չգիտեմ, գիտնականին, առաջնահերթ որ պետք է հարգել գիտնականին, ասենք մեր բոլորիս մոտ ուսուցչինա պետք հարգել են, ինչ որ եղել է, մենք հիշում ենք այն ժամանակներում ոնց էր վերաբերմունքը ուսուցիչ, ես չեմ ասում հիմա վերաբերմունքը ուսուցչին չկա հարգանք, բայց անհամեմատելի է, այսինքն պետք է դրա կարևորությունը առաջինս բոլորս մենք ինքներս մեր մեջ սկսենք բարձրացնել, այդ դրանից հետո նոր սկսենք հասկանալ ինչա պետք անել, այդ ոնց որ առաջի քայլն է, որ մենք ինքներս գիտակցենք, որ ուսուցիչը կարևոր է, գիտնականը կարևոր է, դրանից հետո արդեն հասկանանք ինչն է պակասում, իսկ պակասում է իմ կարծիքով շատ բան, դուք ինձնից լավ գիտեք, որ այսօր շատ բաներ կանդված է։ Նաև իհարկե, ֆինանսավորման պակաս կա նույն գիտության ոլորտի, կրթության ոլորտի, մոտեցումների տարբերություն կա, այսօր կրթությունն էլ աշխարհում փոխվել, հա, շատ համալսարաններ այսօր կրթությունը դեռ ուրիշ ձև են պատկերացնում, քան առաջ էր։ Այսօր on-line կրթություն կա, որը հասանելի է, այսինքն այսօր ինքնուսումն էլ է զարգանում։ Կարող է հենց մենակ այն, որ մենք այդ գիտակցությունը փոխենք մարդկանց մեջ, առանց հիմնավոր քայլերի ինքնին բերի շատ մեծ փոփոխության, որովհետև այսօր կրթությունը տարիներ առաջվա համեմատ շատ ավելի հասանելի է։ Հենց on-line հարթակների, on-line ռեսուրսների միջոցով թեկուզ։ Այսօր ցանկացած բան դու կարող ես գնալ ինտերնետում, թե կուրսեր վերցնես, թե անվճար կուրսեր վերցնես, թե գիտական ռեսուրսներին ունես հնարավորություն միանգամից այսպես ասած ստանալ դոստուպ, իսկ առաջ դու պետք է անեիր այդ ամեն ինչը, չգիտեմ, համալսարանների կամ բաների միջոցով։ Այսինքն տենց մի հատ տենդենսիա կա աշխարհում, ես չեմ ասում այն ֆունդամենտալ գիտությունը կարևոր չի, բայց դրան զուգահեռ կան նաև ուրիշ շատ ուղղություններ, որը պետք է զարգացնել ու պետք է առաջինը, ինչպես նշեցի, հենց այդ մեր վերաբերմունքը դրան սկսի փոխել։ Մեր մտածողության մեջ ինչ պիտի փոխվի, որպեսզի մեր վերաբերմունքը փոխվի, որովհետև երևի ամենադժվար փոխվողը, ամենակարծրացածը, հատկապես հաշվի առնելով վերջին տարիների ոչ միայն լավ ու վատի իմաստով, այլ կարևորի անընդհատ ոնց որ սթրեսային ու բարձր էներգետիկ բանով տրամադրության մեջ մեր հասարակությունը կարծես ոնց որ մի քիչ մոլորվեց, մի քիչ բարկացավ, մի քիչ դժվարացավ, բայց երևի այս ամեն ինչը նաև մեր համար շանս է, որ ինչ-որ բան փոխենք, որ ինչ-որ բան գուցե նորից սկսենք վերանայենք։ Ձեր կարծիքով որը պիտի լինեն այդ 1-2 կարևոր բաները, որպես ավարտ դեպի նաև լուսավոր ապագա։ Հիմնական ինձ թվում է այդ օրինակները, որ ես բերում եմ, հա, այդ հաջողության օրինակները շատ կարևոր են, որպեսզի մարդը իր մոտեցումը արդեն վիզուալ նաև ոնց որ իր մաշկի վրա կամ կողքին մաշկի վրա զգա, որ արդեն շատ մոտ է, մերոնք են։ Տեսնում ես քո հարևանը կամ քո ընկերը կամ քո ծանոթը, հա, ինչ որ ընկերություն է ստեղծել, որ այսօր արժի $1 միլիարդ միջազգային շուկայում ու տեսնում ես, որ դա հնարավոր է, դու արդեն սկսում ես ինքդ քեզ արդեն իհարկե ամեն մարդ իր ձև պետք է այո մոտեն այդ դժվար կլինի բոլորի մոտ փոխել, բայց կակ մինիմում այդ օրինակները սկսում են քեզ ոնց որ մոտիվացնել ուրիշ ձև մտածելու, ուրիշ ուղղությամբ գնալու։ Կարծում եմ դա կարևոր է։ Շնորհակալ եմ զրույցի համար, հաջողություն եմ աղթում ձեր գործերին բոլոր ոլորտներում։ Բոլորիս հաջողություն։ Սա Tribune հարթակն էր եւ 30 րոպե նախագիծը մենք զրուցում էինք Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի հետ։ Շնորհակալություն։